Ընտրություններից անմիջապես հետո կառավարությունը որոշեց ակցիզային հարկը բարձրացնել ծխախոտի, ալկոհոլային խմիչքների, դիզելի, բենզինի։ Սա ֆինանսական առումով արդյոք նշանակում է, որ մեծ խոստումներ են տվել եւ հիմա անմիջապես ընտրություններից հետո բարձրացնում եք հարկը եւ ձեր այս խոստումների գումարն եք հավաքում կոպիտ ասած եւ ընդ որում դուք ընտրություններից առաջ քաղաքացիների չէիք խոստացել, որ նման թանկացում է լինելու։ Տեսեք, այս հարցը պետք է ճիշտ մեկնաբանել, որովհետև մենք մի քանի տարի առաջ ներկայացրել էինք ակցիզային հարկի փոփոխությունների պլան, որը ավարտվում է 2026 թվականի դեկտեմբերի 31-ին։ Եվ մենք պետք է ներկայացնենք նոր պլան, որը կվերաբերվի 2026 թվականի 2027 թվականի հունվարի 1-ից հետոյի համար, այսինքն չի կարող այդ պլանը չլինել։ Ընդ որում հիմնական մասով ակցիզային հարկի փոփոխությունները վերաբերվում են ընդհանրապես գնաճի ճշգրտումներին, այսինքն մենք հիմնական ապրանքատեսակների մասով ճշգրտել ենք 3%-ով բարձրանում է, այսինքն ոչ մի փոփոխություն չի լինում։ Ընդ որում մենք ունենք նվազեցումներ որոշ ապրանքատեսակների մասով, օրինակ մրգօղիների մասով, օրինակ կոնյակի մասով, հետևաբար ես կառաջարկեի ձեզ, որպեսզի դուք ակցիզային հարկի փոփոխությունների նախագիծը, որը հաստատվել է կառավարության կողմից, ուշադիր կարդաք, որպեսզի ձեր մեկնաբանությունը դրա վերաբերյալ ճիշտ լինի։ Պարզապես ընտրությունից անմիջապես հետո բարձրանալ ակցիզային հարկը նշանակում է, որ դուք պարզապես սպասել եք, որ նախընտրական շրջանում դա մեծ խնդիր չստեղծի հանրության համար եւ հանկարծ ձեր ընտրողներին չբանի եւ անմիջապես ընտրությունից հետո բարձրացնում եք։ Երբ եք ուզում, տեսեք, որպեսզի որևէ հարկ բարձրանա կամ փոփոխվի, եթե դա նվազման բան չունի, դա պետք է հաստատվի 6 ամիս առաջ։ Հիմա մենք փորձում ենք դա հաստատել մինչև հուլիսի 1-ը, որպեսզի դա կարողանա ուժի մեջ մտնել հունվարի 1-ից։ Չնայած եթե դա հետո էլ անենք, դա ուժի մեջ կմտնի ընդունումից 6 ամիս հետո։ Այսինքն այդ հաստատումը պայմանավորված է եղել նրանով, որ մենք նպատակ ունենք դա մինչև հուլիսի 1-ը ընդունել, որպեսզի հունվարի 1-ից դա կարողանա ուժի մեջ մտնել։ Մեր կարգավորումները օրենսդրական այնպիսին են, որ 6 ամիս առաջ մենք պետք է այդպիսի կարգավորումներ ընդունենք։ Անդիմադիրները ձեզ նաև նեղացնում են, ասում են մինչ ընտրությունները դուք այնպիսի մեծ խոստումներ տվել եւ այնպիսի մեծ ծրագրեր եք կյանքի կոչել, օրինակ առողջապահության ապահովագրությունը, կենսաթոշակների բարձրացումը, որը բյուջեի համար շատ մեծ բեռ է եւ դուք հիմա խնդիր եք ունենալու եւ նորից դիմելու եք պետական պարտքի։ Ձեր ֆինանսական կարողությունները, ձեր չնկատի ունեմ Հայաստանի բյուջեի ֆինանսական կարողությունները, արդյոք թույլ են տալիս, որ այ ձեր ասած նախանշած ծրագրերը առանց պետական պարտքի շարունակեն գործել։ Գիտեք, հիմա այդ որ ասում եք ինչ-որ ընդդիմադիր վերլուծաբաններ ինչ-որ բան են անում, ես երբեմն կարդում եմ իրանց ասածները եւ զարմանում եմ ընդհանրապես, ոնց կարելի է դա կարդալ։ Դա կարելի է կարդալ հələ հերիք չի, հələ հետո մի հատ էլ դա մեջ բերել կամ հավատալ, չգիտեմ ինչը, զարմանալ, չէ, ինչի։ Ես զարմանում եմ, որ ասենք ես զարմանում եմ նրանից, որ կարելի է դա լուրջ ընդունել ընդհանրապես։ 2 միլիոն եվրո եք վերցրել ապահովագրության համար պետական պարտք։ Ինչ եք զարմանում։ Նման բան չի լինի նորից։ Ուրեմն 102 միլիոն եվրո առողջապահության ապահովագրության համար։ Տեսեք, այդ վարկը դա առողջապահության համակարգի բարեփոխումներ իրականացնելու նպատակով է վերցրած։ Այդ փաթեթավորումը չի, դուք բացեք այդ համաձայնագիրը կարդացեք, իր մեջի գործողությունները կարդացեք ու տեսեք, թե ինչի են ուղղվում այդ վարկերը։ Ընդհանուր, այսինքն նույն հենց եթե կոնկրետ այդ վարկին անդրադառնանք, ապա այդ վարկի տրամադրման պայմանները այնպիսին են, որ մենք պետք է գործողությունը իրականացնենք, այդ բարեփոխումը իրականացվի եւ այդ բարեփոխումը իրականացման պայմաններում նոր այդ վարկը տրամադրվելու է։
Ընդ որում, այդ բարեփոխումները կարևոր են, որպեսզի առողջապահության համակարգը ընդհանրապես ավելի լավ գործի, որը կարևոր է համընդհանուր ապահովագրության։ Չունի այդպիսի ֆինանսական կարողություն, եւ դուք հիմա վերցրել եք։ Չէ, դե ախր տեսեք, մենք պարտքը վերցնում ենք, այդ պարտքը վերցնելուց կարևոր չի այդքան փողը, ինչքան կարևոր է այն մասնագիտական աջակցությունը, որը մենք ստանում ենք օրինակ Համաշխարհային բանկի հետ ծրագիր անելուց։